Կարապետյանը մինչ դուք ասուլիս եք տալիս, նորից հերթական իր հայտարարություն է տարածել եւ գնալով այսպես դոզան բավականին խտանում է տեքստերի, խոստումները, թե ինչպիսի ապագա է խոստանում հայ ժողովրդին, հիմա արդեն ասել է, որ ֆանտաստիկ երկիր է դարձրին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն, թշնամական երկրներով շրջափակեցին, բացառիկ քաղաքական տհասությամբ փորձեցին արագ մեզ ազատել Ռուսաստանից։ Հիմա հաշվի առնելով եւ մռմռացին գլխավոր դաշնակցին, այսպես զգացմունքային նաեւ ձևակերպումներ կան։ Հիմա այսպիսի տեքստերից հետո դուք կարծում եք եւ չդադարող պայքարից հետո, որտեղ նա ակնհայտորեն պայքարում է եւ արդեն մեծ մասշտաբներ է կարծես թե ընդգրկում իր պայքարը։ Կարծում եք այրվել են կամուրջներ կոմպրոմիսի իշխանության հետ, թե միևնույն է կիսաբաց պատուհան թողնվել է թեկուզ հենց ձեր կողմից, որտեղ կարծես թե դուք եք բավականին այսպես խստաշունչ է ձեր այսօրվա ելույթը։ Չկա կիսաբաց պատուհան կոմպրոմիսի համար ձեր կարծիքով։ Քաղաքական կոմպրոմիսի առումով չեմ կարող պատասխանել, այն ինչ որ ես ասում եի, որ իմ կարծիքով այսպես չհանձնվող տեսակ, որ ասում եք պայմանավորվածություններ, խնդրեմ, հայտարարություն եղավ իմ խոսքի հաստատում, դուք էլ չեք հավատում։ Ինչ վերաբերում է մենք պատրաստ ենք յուրաքանչյուր քննարկման։ Ես ազատության հետ եթե չեմ սխալվում հարցազրույցում նշել եմ, որ յուրաքանչյուր ֆորմատ, ուղիղ եթեր կլինի, իրենց մոտ կլինի, նեյտրալ դաշտում, ինչ ձևաչափով ուզում են։ Բայց հեծի շուրջ։ Հեծի շուրջ, մնացածի շուրջ, Տիկին Բադոյան, ես ինչ քննարկեմ։ Պատճառը հետևանքն է։ Բայց ես այդ անձը չեմ, չէ։ Ես այդ անձն եմ, որ քննարկեմ քաղաքական։ Եթե ցույցերի դուրս գան, եթե հնարավոր ցույցեր արդեն սկսեն, հասկանում են եկեղեցու վրա այս դարակազմիկ հարձակումը չի մացվել հասարակության ոչ մի շահի կողմից։ Երևի միայն այդ փոքրիկ խմբակն է, որ այսպես ծափահարում եւ ողջևորվում է։ Հիմա այսպիսի դեպքերում ելի եկեղեցին է, որը գրգռել է Փաշինյանի տրամադրությունը։ Դուրս գան փողոց, բացառում եք, կանխարգելելու եք, թե ոչ, որովհետեւ կարծես թե նաև ձեզ են ուղղված ցուցումը, որ որևէ բան ցուցարար չդառնա հեծի աշխատող։ Ճիշտ ասած, այդ խնդիրները դեռևս 21 թվականից են, որ ուղղորդել, չուղղորդել։ Ախր 21-րդ տարում նախ ուղղորդելը չեմ պատկերացնում, առավելևս եկեղեցու հետ կապված։ Ես չգիտեմ դուք զգացիք թե չէ, բայց այս միջանցքներով այսպես շենքի որ պտտվում եմ ու շատ եմ պտտվում, այդ խունքի հոտը զգում եմ, որ իմ համար շատ ուրախալի է։ Իմ ընդունանում էլ առանց իմ ասելու աղջիկները խունկ են ծխում։ Այլ խնդիր է քաղաքական process-ի, ինչ որ բան, այլ խնդիր է եկեղեցին։ Որևիցե պարագայում, որևիցե ձևով չի խոչընդոտվել, ոչ էլ ուղղորդվել է։ Ես մի անգամ ասել եմ, կրկնեմ, ել չեմ խոսալու այդ թեմայից։ Ով որ ասում է ուղղորդվել է կամ տղամարդկության, բարոյականության բոլոր կանոններով, կամ պետք է բերի ապացույց, այս ինչան, այս ինչ է, այս ինչան, այս ինչին ուղղորդել է։ Բայց ունես չէ, այդպես անազգանները կապենք իրար, ասենք շո վերջացավ։ Կամ պետք է ներողություն խնդրի ինֆորմացիան սխալ տալու համար։ Եվ մի վերջին հարցը, ինչքան էլ չուզեք պրովոկացիա, բայց հենց պրովոկացիայով հայտնվել այս իրավիճակում։ Ազգային ժողովի վրա հարձակումը դուք լավ եք հիշում։ Ռուպրով նախարարներ հանվեցին, ազատվեցին աշխատանքից, փողոցում, Բաղրամյան փողոցում հիշում եք։ Մնացած հարձակումները մի կողմ։ Երեք նախորդ օրը եղավ հարձակումը եկեղեցուրա։ Տեսականորեն բացառում եք, որ ձեզ հետ ոչ թե իրավական լեզվով կխոսեն, այդ նույն ձևով կխոսեն։ Կարապետյան Սամվելի ձերբակալումից կալանավորումից հետո ես այս երկրում ոչ մի բան չեմ բացառում։ Հարձակում նաև հեծի շենքերի ոչ մի բան։ Ույքի վրա ոչ մի բան չեմ բացառում ազնվորություն։ Դուք որպես տնօրեն Իհարկե։ ինքնապաշտպանական բարիկադներ դնել եւ պաշտպանել ինքնապաշտպանական բարիկադներ։ Հոսանքի լարերով։ Հա, այնց բաց հոսանք։ Չէ, հիմա նոր բան ենք ավելացնում, չնայած այդպիսի խնդիր չունենք։ Բոլոր հնարավոր իրավական միջոցներով, եթե պաշտպանական բարիկադները դրանք իրավական միջոցների մեջ են մտնում, ես պատրաստ եմ։ Ղազենյան, մինչև այս վերջին դեպքերը, ինչպես եք գնահատում պետության հետ ձեր համագործակցությունը, ինչպիսի հարաբերություններ են եղել, ունեցել եք խնդիրներ նախարարների հետ կամ կառավարության հետ, թե ոչ, ինչ ա եղել այս ընթացքում։ Անկեղծ ասած, մինչև վերջի մեկ շաբաթը մեր գլխավոր տնօրենի գործուղումը ես շփվել եմ իմ մասով։ Ես եղել եմ գլխավոր տնօրենի տեղակալը, իրացման տնօրենը։
Իմ շփումների մասով համենայն դեպս, որովհետև մնացածը չեմ եղել, չեմ կարող այդպես հաստատ։ Իմ իմանալով նորմալ է եղել, բայց իմ շփումների մասով եղել են եւ վեճեր, եղել են եւ քննարկումներ, այսինքն եկել ենք ինչ որ բանի։ Ընդունենք հանձնաժողովում ինչ որ հարց ենք քննարկում, ես դարապես սիրում եմ հողի վրա, գետնի վրա այդ ամեն ինչը քննարկել, այսինքն այդպես օդի մեջ ասում լավ, այս սա որ դուք ասում եք, ո՞նց եք պատկերացնում։ Շատ դեպքեր են եղել, իրենք ընդունել են, որ սա սենց չպետք է լիներ, սենց պետք է լիներ, բայց ընդհանուր առմամբ դրական։ Համագործակցություն։ Այո, առանց համագործակցության հնարավոր չի։ Ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ արդեն նախկին պաշտոնանկ կերակրել հենց էցի պատճառով, այդպիսի Էդում հիմնավորվում է։ Ես Մենք Հայաստանում վաղուց այլևս ոչինչ չենք հիմնավորում։ Մենք ախր տեսեք, հեծը երբևիցե որևիցե գերատեսչությանը չի աշխատում անձի հետ։ Հեծը աշխատում է այդ գերատեսչության այդ կառույցի հետ։ Հիմա հանձնաժողովի նախագահ ով կլինի, իհարկե մեզ համար ցանկալի է, որ adekvat, հասկացող, փառք Աստծո, ոչ մեկի հետ այդպիսի adekvatության կամ ինչ-որ բանի խնդիր չենք ունեցել։ Այդ թվում նաև գործողի, անկեղծ ասեմ։ Հիմա տեսնենք ինչ կանի իր այդպես շատ մեծ լիազորությունների շրջանակում, տեսնենք ուղղակի տեսնենք։